Կարծում եմ Ադրբեջանը այս պահին գոնե չի ցանկանա ռևանշիստական իշխանություն տեսնել Հայաստանում եւ վերջին տեղում չէ այն պատճառը, որ այդ ռևանշիզմը կարող է նաեւ խնդիրներ ձևավորել Ադրբեջանի համար հետագայում, բայց առաջին տեղում է այն պատճառը, որ Ադրբեջանը ինքը մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազման հետ կապված որոշակի առաջանցիկ գործողություններ է իրականացրել, մենք կարող ենք հիշել Ադրբեջան-Ռուսաստան լարվածությունները վերջին, մենք կարող ենք տեսնել, թե Ադրբեջանը ինչպես է խրախուսում արևմուտքի ներմուծումը մեր տարածաշրջան եւ արևմուտքի հետ ծրագրերը իրականացնում, թե ինչպես է Չինաստանի հետ համագործակցային տարբեր ծրագրեր իրականացնում։ Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը վերադառնա տարածաշրջան, իհարկե սա ֆանտաստիկայի ժանրից է, բայց եթե հանկարծ այդ ֆանտաստիկան իրականություն դառնա տեսականորեն եւ Ռուսաստանը վերադառնա տարածաշրջան նույն ձևով, ինչպես նա կար տարածաշրջանում մինչեւ 2022 թվականին պատերազմը սկսելը, ապա Ադրբեջանը խնդիրներ է ունենալու թե Ռուսաստանի հետ, թե Հայաստանի հետ, եթե Հայաստան ռուսամետ իշխանություն լինի, ինչը չի նշանակում, որ Հայաստանի շահերը այստեղ իրացվելու են, բայց նշանակում է, որ Ադրբեջանի շահերը եւս չեն իրացվելու եւ ստացվում է, որ այս հարցում Ադրբեջանը եւ Հայաստանը ունեն որոշակիորեն համադրվող շահեր։